Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր ապրիլի 8-ն է, սա թվով մեր արդեն երրորդ հաղորդումն է օրվա մեջ, երբ որ շատ կարևոր իրադարձություններ կան եւ մենք էլ ժամանակ ունենք կարող ենք անել հաղորդում, անպայման ցանկանում եմ, որ ձեզ համար պատրաստեմ նոր հաղորդում, երբ որ կա հետաքրքիր թեմաներ քննարկելու, մեզ էլ է հետաքրքիր, որ պատրաստենք ձեզ համար նոր հաղորդում։ Լայքերը դարեք, երբ որ ասում են չգիտենք թե ինչպես ենք լայք դնելու, ասեմ այսպես մի հատ կոճակ կա, ձեր կենակարած կարող եք լայք դնել, ով որ չգիտի։ Եվ եթե չեք բաժանորդագրվել, նաև բաժանորդագրվել մեր ալիքին, այնտեղ էլ զանգակի կետ կա, այդ կետի վրա է պետք սեղմել, ինչպես նաև կարող եք գրել ձեր կարծիքը մեկնաբանությունների տակ, դա շատ է մեզ օգնում եւ օգնում է նաև մեր ալիքին, մեր հաղորդումներին արագ տարածում գտնելու համար։ Իսկ տեսնում եք, թե մենք որքան կարևոր գործ ենք անում, տեղեկատվական պատերազմի մեջ ենք, մենք էլ ինչ-որ միտեղ զինվորներ ենք, գիտեք, այս տեղեկատվական դաշտի մեջ եւ փորձում ենք օգտակար լինել Հայաստան եւ Վրաստան աշխարհին։ Հայաստան եւ Վրաստան, երբ որ ասում եմ, այս երկու երկրները հիշում եմ միանգամից քարտեզն իմ աչքի առջև գալիս, թե որքան փխրուն տարածաշրջանում են, շրջափակված մահմեդական երկրներով, անկասկած կողքից կան այն ուժերը, միշտ ասել եմ, կրկին հիշեցնում եմ, որ ուղղակի շատ պարզ լինի, ովքեր որ ատելություն են մեր մեջ սերմանում, վրացիների մեջ էլ կան, հայերի մեջ էլ կան այդպիսիք, օտարների մեջ շատ են հատկապես, օտարների ծրագիրն է դա, հատկապես ռուսների եւ թուրքերի սեփ խրել մեր հարաբերությունների մեջ, դրա համար էլ կան հայատյաց վրացիներ, վրացատյաց հայեր, բոլորն էլ կարող են ինչ-որ պատմություններ հիշել, բայց մենք դատապարտված ենք լինել միասին եւ ես հասկանալով այդ իրականությունը միշտ ասում եմ, որ մենք պետք է լինենք միասին, պետք է հաղթահարենք այդ բոլոր խնդիրները եւ ինչպես որ դարերով ու հազարամյակներով ապրել ենք կողք կողքի, պետք է կրկին ապրենք, միասին ապրենք, լավը խոսենք, միշտ լավը գործենք, կողքի դնենք վատը, փորձենք բացատրել սխալները մեր դիմացինին, մեր դիմացին էլ պետք է մեր սխալները փորձի բացատրել, որպեսզի կարողանանք շարժվել առաջ եւ կարողանանք պահպանել այս քրիստոնեական փոքրիկ օազիսը մահմեդական աշխարհի սրտում, դե հյուսիսում էլ գիտեք։ Մի մեծ Ռուսաստան, որը նույնպես բաժանիր եւ տիրիր սկզբունքնով է առաջնորդվում ցավոք սրտի հարավային Կովկասի նկատմամբ։ Սկսենք Սախարովայի հայտարարություններից, սիրելի հայրենակիցներ, առանձին հաղորդում չեմ կարող պատրաստել, նախ երեկոյան մի փոքր հոգնած եմ, երկրորդն էլ այդքան մեծ թեմա չէ, որ մենք անջատենք հիմա սա Իրանից։ Ես միտք ունեմ, ինչպես որ արդեն ասեցի, եւ տեսա նաեւ ձեր մեկնաբանությունները, միտք ունեմ մեկ-մեկ առանձնացնել Հայաստանի թեման, միջազգային թեմաներից, բայց միշտ չէ որ դա կստացվի, եթե քիչ խոսելու բան կա Հայաստանից, մենք կմիացնենք։ Այսինքն ինչպես ստացվի, տեսնենք, ինչպես հարմար լինի, բայց եթե մեծ թեմա լինի Հայաստանին վերաբերող, անպայման կփորձենք առանձին քննարկել։ Դե լավ, չեմ խնայի ձեր ժամանակը եւ սկսենք նրանից, որ Զախարովան փաստացի շարունակել է Վլադիմիր Պուտինի քաղաքական գիծը, իսկ հիմա իրենց քաղաքական գիծը դարձել է բաց խոշոր քիթը խոթել Հայաստանի ներքին գործերի մեջ։ Նա Վլադիմիր Պուտինի օրինակին հետևելով ասել է, որ Մոսկվան չի կարող անտարբեր մնալ այն գործընթացներին նախընտրական, որոնք որ տեղի են ունենում Հայաստանում, ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարցը երեք շատ կարևոր որոշում ընդունվեց, երևի չենք հասել դա քննարկել, բայց դա էլ քիչ է, շատ քիչ էր այդ որոշումը ըստ ինձ, բայց դա շատ դուր չի եկել ռուսներին, դրա համար ասում է, որ նման օրենքներ ընդունելը իրենց համար մտահոգիչ է։ Զախարովայի խոսքերով այս փոփոխությունները կարող են զգալի սահմանափակումներ դնել ընտրություններին մասնակցող ռուսամետ քաղաքական ուժերի անվանումների վրա, դա ես ռուսամետը, ռուսականը ես ավելացրի, բայց ինքան ընդհանուր գլոբալ է ասում, բայց պարզ է, չէ, որ իրենք արդեն ասեցին, որ իրենք աջակցում են Սամվել Կարապետյանին, կարող է շատ արագ հայտարարեն, որ հետո Քոչարյանին են աջակցում,
խաղ են խաղում եւ բոլորը շատ լավ գիտեն եւ տեսնում են այդ խաղը, փաստացի հստակ է դարձել մեկ բան. եթե ընտրում ես Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, այսինքն այդ ուժերին եթե ձայն ես տալիս, դու ձայն ես տալիս ռուսական ուժերին։ Եթե ձայն ես տալիս Նիկոլ Փաշինյանին, ուրեմն ձայն ես տալիս ավելի անկախության ձգտող Հայաստանի անկախությունը գնահատող ավելի շատ արժևորող ուժերին, քանի որ մենք տեսնում ենք, որ իրոք Նիկոլ Փաշինյանը այդ ուղին է բռնել, փորձում է այդ ուղին բռնել։ Ես չեմ սիրում ասել պրոռուսական, պրոեվրոպական, փորձում են ոմանք ասել, թե Նիկոլը պրոռուսական ուժ է, շատերը չոր հեքիաթներով, իլյուզիաներով, գալյուցինացիաներով են տարապում, բայց ես չեմ կարող նաև ասել, թե ինքը պրոեվրոպական, պրոամերիկյան ուժ է, ճիշտ է մենք հիմա Հայաստանը նկատի ունեմ, մենք որ ասում եմ, ուղղություն ենք վերցրել դեպի Եվրամիություն, դա արդեն պարզից պարզ է դառնում, բայց հիմքում ընկած է Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահը։ Ես համոզված եմ, որ Փաշինյանը ոչ թե եվրոպական, եվրոպամետ առաջնորդ է, այլ կոնկրետ պրոհայկական Հայաստանի անկախությունը արժևորող առաջնորդ է։ Ուղղակի Եվրոպան նաև քաղաքակրթական ընտրություն է մեզ համար։ Դրանից բացի մենք տեսանք, թե ինչ տվեց մեզ Ռուսաստանը, ինչպես հանձնեց Արցախը եւ մազեր մնացել, որ մենք կորցնենք նաև Սյունիքը եւ կորցնենք նաև մեր պետականությունը։ Սա փաստ է։ Այս փաստին ծանոթ են նաև բազմաթիվ Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներ։ Եվ նրանց շրջանում նույնպես շատ երեխան, ովքեր որ համոզված են այս ճշմարտության մեջ, քանի որ պարզ ճշմարտություն է սա, եթե դու հիպնոզի տակ չես, դու այդ ամենը միանշանակ կտեսնես, եթե ունես համապատասխան ուղեղ եւ հիպնոզի տակ չես, դու միանշանակ այս ամենը տեսնելու ես։ Ուրեմն Զախարովայի ասածը կիսատ մնաց, փաստացի ինքը ասում է, որ այդ օրենքները ընդունվում են նրա համար, որ սահմանափակեն ընդդիմության հնարավորությունները, ու ասում են բավականին վերջերս մենք չենք մոռացել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Հա, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Ռուսաստանը ոչ։ Հայաստանում արգելքներ չկան համացանցում։ Հայաստանում հետապնդվող լրագրողներ չկան։ Հայաստանում կարող են մարդիկ ազատ ցույցեր իրականացնել։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունում միայն Նիկոլ Փաշինյանի դեմ են կարող ցույցեր իրականացնել, միայն Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ինչ համեմատություն։ Այսինքն, եթե Զախարովային թվում է, թե մենք այնքան պրիմիտիվ ենք, որ ժողովրդավարություն խոսելիս, ժողովրդավարություն անուն տալով մենք միանգամից կթուլանանք եւ կասենք, հա, մենք ժողովրդավար ենք, ահա կներեք մեզ, չէ, ժողովրդավարությունը դուք չեք կարողանալու օգտագործել ընդդեմ մեզ։ Դա միանշանակ է։ Այսինքն, ես եմ այդպես մտածում, հույսով եմ, Հայաստանի իշխանություններն են այդպես մտածում, շատ հույսով եմ դրա համար, այստեղից խոսում եմ եւ կոչ եմ անում հանկարծ չտրվել այդ ամբախ-սամբախ հայտարարությունների ազդեցությանը։ Դրանից բացի Զախարովան ծիծաղել է, կատակել է Ալեն Սիմոնյանի այն հայտարարության վրա, թե Հայաստանը կարող է դուրս գալ հապկից եւ յատամից, եթե գազի գինը թանկանա։ Հիմարի կեցվածքով ինչ որ մի կին։ Ես չեմ սիրում ոչ ոքին վիրավորել, բայց տեսնում ես, չէ, ինչ ձևի կապիկություններ են անում տեսախցիկների առջև եւ ինչ ասես Ռուսաստանի մեծ տարածք ունեցող անծայրածիր երկրի իրենց սիրում են գերտերություն անվանել, ատոմային տերության երկրի արտգործ նախարարության մամլոխոսնակի պահվածքը։ Սախարովան նաև անդրադարձել է Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններին եւ վերջերս մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես Ադրբեջանի արտգործ նախարարությունը շատ կոշտ էր արձագանքել այն մանիպուլյացիաներին Ռուսաստանի կողմից շահարկումներին, որոնք որ արվում էին Ղարաբաղի մասով, եւ հիմա Զախարովան ասում է, որ մենք մեր դիվանագիտական խողովակներով կպատասխանենք Բաքվին։
պարզ է, որ չեք կարող պատասխանել Բաքվին, դրա համար ահա այդ ձևի հայտարարություններ եք անում։ Ինչը որ ճիշտ է, ճիշտ պետք է ասել։ Ես շատ կուզենայի, որ Հայաստանի Հանրապետության կեցվածն էլ հասներ այդ կեցվածքին, ասենք անկեղծ, չնեղանանք, որ Զախարովան հայտարարություններ անելիս մեկ-մեկ իր բերանը լվանար, կեղտոտ բերանը լվանար։ Տեսնում եք, Ադրբեջանի մասով վախենում են հայտարարություններ անել։ Հիմա խոսենք, թե ինչ կա Իրանի շուրջ, սիրելի հայրենակիցներ։ Իսկ Իրանի շուրջ շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Փաստացի Իսրայելը խախտում է հրադադարի կարևոր կետերից մեկը։ Ես գրեթե համոզված եմ, որ այդ կետը կա եւ գոյություն ունի, եւ Իրանը պահանջել էր, որ Իսրայելը հարված չհասցներ Հեզբոլլահին Լիբանանին, այսինքն պրոքսի ուժերին հարված չհասցվեր։ Բայց մենք տեսնում ենք Դոնալդ Թրամփի արձագանքը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Սպիտակ տան արձագանքը, որ իբր այդ կետը գոյություն չուներ։ Հաստատի Դոնալդ Թրամփը կրկին մեկ անգամ եւս պատրաստ է տուժվել հանուն Իսրայելի։ Մեզ սիրում են իրերը կոչել իրենց անուններով։ Նույնիսկ չասենք հանուն Իսրայելի, դա էլ կոռեկտ չի լինի։ Հանուն Նետանյահուի։ Սրանից հետո, եթե ես ասում եմ Իսրայել եւ փորձում եմ մեղադրել Իսրայել պետությանը ինչ որ բանի մեջ, միանգամից հիշեք Նետանյահուի։ Հենց Նետանյահուն էր նաեւ, որ զենքեր վաճառում Ադրբեջանին եւ օգնում էր Ադրբեջան։ Ասենք Նետանյահու ավելի ճիշտ կլինի, ավելի լավ կլինի եւ ամենայն անկեղծությամբ կոռեկտ կլինի։ Հիմա Նետանյահուն փաստացի խախտում է հրադադարի կետերը եւ պարզ էր, որ ինքը պետք է խախտեր, իր սերտովը չէր։ Եթե չխախտի, եթե սուսպուս նստի մի քանի ամսից Իսրայելի ժողովուրդը իրեն կուտի, կուլ է տալու ընդդիմություն։ Դրա համար իրեն պետք է անընդհատ պատերազմներ։ Ու ահա այսօր շատ հզոր ուժգին հարվածներ է հասցրել Իսրայելը Լիբանանին, ինչը արդեն մեծ վերթողմունք է առաջացրել Իրանի մոտ։ Նախքան դրան անցնելը, թե ինչ կհետևի Իսրայելի գործողություններին, ասեմ, որ Էմանուել Մակրոնն էլ շատ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել եւ ասում է, որ շատ վատ արեց Հեզբոլլահը, որ այդ տվեց Իսրայելին մտնել Լիբանան, բայց ասում եմ մենք պետք է օգնենք Լիբանանի իշխանությանը, նաև ռազմական տեսանկյունից, որպեսզի այդ ամենը ավարտվի։ Փաստացի հստակ ակնարկում է, որ պետք է Լիբանանին օգնել, որպեսզի Իսրայելին, ավելի ճիշտ, Նետանյահուին դուրս մղեն Լիբանանից։ Շատ հետաքրքիր հայտարարություն է, ամենայն անկեղծությամբ, չեմ կարող ասել դա գործնականում ինչպես կարտահայտվի, քիչ դժվար է պատկերացնել։ Երբ որ ասում եմ չեմ կարող ասել, ուրեմն ես էլ եմ դժվարանում պատկերացնել այդ ամենը։ Բայց ինչպես արդեն նշեցի, Թրամփը եւ Սպիտակ տունը ասում են, որ այդ կետը գոյություն չի ունեցել, այդ պայմանը չկար։ 100% չեմ կարող ես էլ ասել, բայց ենթադրում եմ, որ կար։ Հորմուզի նեղուցի մասով Թրամփը ասել է, այն Թրամփի ասածները ասենք, հետո գանք նրան, թե ինչպես է Իրանը արձագանքում։ Թրամփը ասել է, որ իրենք Իրանի հետ միասին կարող է համատեղ ինչ-որ ընկերություն ստեղծեն եւ վերահսկեն Հորմուզի նեղուցը։ Այսինքն Թրամփը ուզում է փող աշխատել։ Եթե Իրանը փող է վերցնում, ինչի ինքն էլ չէ վերցնում, ասում է, միասին կվերցնեն։ Ինչ խնդիր։ Եվ հետաքրքիր հայտարարություն է արել նաև J.D. Vance-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ, ասում է, որ Իրանում որոշ մարդիկ դրական են արձագանքում եւ ճիշտ բաներ են ասում, բայց կան նաև նրանք, ովքեր որ շատ սուր ռազմատենչ հայտարարություններ են անում, դրա համար J.D. Vance-ը ասում է, որ շատ փխրուն է այս խաղաղությունը։ Դե J.D. Vance-ը բավականին խելքգլխին մարդ է։ Ինչ խոսք, համեմատել չի կարելի նրան Թրամփի հետ։ Ճիշտ է, Թրամփի գործողությունները հայտարարություններից տարբերվում են, բայց J.D. Vance-ը գոնե հայտարարությունների մակարդակով ավելի կոռեկտ է։ Նաև հայտարարություններով է հանդես եկել Pete-Hegseth-ը, բայց նախքան դա ասենք այն նաև, որ Դոնալդ Թրամփը ասել է, թե ով որ զենք մատակարարի Իրանին, ապա 50%-անոց մաքսատուրքեր կսահմանենք այդ պետության նկատմամբ առանց բացառության։ Pete-Hegseth-ը ասել է, որ Թրամփը պատմություն կերտեց։ Իսկ դուք ինչպես եք կարծում, Թրամփը պատմություն կերտեց Իրանի մասով։ Մենք վճռորոշ ռազմական հաղթանակ տարանք, ասում է Pete-Hegseth-ը։ Ես համոզված եմ, որ կիսատ հաղթանակ տարանք։
օդից հա կարողացան հարվածներ հասցնել, բայց այսօր հողի վրա հաստատեղտերով ես այդ հաղթանակը չեմ տեսնում եւ կարծում եմ, որ ավելի վատ պայմաններ են հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, բայց չեմ շտապում, քանի որ շատ բան չգիտենք։ Այն ինչ կա մամուլում, շատ քիչ է ենթադրություններ անելու համար։ PTX-ը նաև ասում է, որ Իրանը այլևս չի կարող հրթիռներ ստեղծել, դրոններ ստեղծել, քանի որ այդ ամենի արտադրությունը իրենք ոչնչացրել են։ Չեմ վիճում, հնարավոր է այդ գործարանները ոչնչացվել են, բայց դա էլ կարող է ժամանակի հարց լինել։ Հիներն էլ շատ ունեն, տեսանք, որ հրթիռներ դերևս Իրանը ունի, շատ ունեն, սխալ կարող է ասեցի, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ քանակության հրթիռ է մնացել։ Իրականում, երբ որ Թրամփը ասում է ոչնչացրել ենք 70%-ը, 90%-ը, դա էլ հեքիաթ է։ Չգիտենք, կարող է ոչնչացրել են 99%-ը կամ 35%-ը։ Մենք չգիտենք իրականում։ Բայց PTX-ը նաև պնդում է, ինչպես Դոնալդ Թրամփն էր պնդում, որ Իրանը աղաչում էր զինադադար կնքել։ Սա էլ չեմ բացառում, որ աղաչում էր մի փոքր չափազանցված է։ Այսինքն, եթե նույնիսկ այդ հայտարարության մեջ կա ինչ-որ իրականություն, ապա չափազանցություն էլ կա այդ հայտարարության մեջ։ Ու քանի որ Վենսին էլ մենք անդրադարձանք, կարևոր է նշել մեկ կարևոր հայտարարություն Վենսից, հետո արդեն անցնենք Իրանի հայտարարություններին Հորմուզի նեղուցի մասով։ Ուրեմն Վենսը նաև քննադատել է Վլադիմիր Զելենսկիին, իրենք հիմա գիտեք, Թրամփը փորձում է պաշտպանել Օրբանին, Հունգարիայի վարչապետ Օրբանին ընտրություններից առաջ, եւ հիմա նա քննադատել է Զելենսկիին, որ Զելենսկին սպառնացել է իրենց դաշնակցին, ասել է, որ եթե Օրբանը շարունակի բլոկել Եվրամիության կողմից 90 միլիարդ դոլարի տրամադրում, ապա կարող է Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերին տա Օրբանի հասցեն եւ շատ սուր քննադատության է արժանացրել JD Vance-ը Զելենսկիի այս խոսքերը։ Հիմա խոսենք կոնկրետ Իրանի արձագանքից Իսրայելի հարադատարի մասով։ Իրանի Ֆարսի հեռուստաընկերության տեղեկություններով Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը։ Այսինքն առավոտյան բացել էր եւ ահա կեսօրից հետո երեկոյան կողմ արդեն որոշեցին փակել, քանի որ Իսրայելը խախտում է հրադադարի կետերը։ Սա մեկ ունենք հիմա արդեն կրկին փակ Հորմուզի նեղուց։ Այսինքն հրադադարի ամենակարևոր կետը հաստատի այլևս չի գործում։ Դրանից բացի Իրանը արագ կապնվել է Պակիստանի հետ եւ իր միջնորդներին հստակ նշել է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ճնշում չգործադրեն Իսրայելի վրա, եթե Իսրայելը չդադարեցնի հարվածները Լիբանանին, ապա ոչ մի բանակցություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ տեղի չեն ունենա։ Դրանից բացի նաև Պակիստանին են տեղեկացել Հորմուզի նեղուցի մասով, ասել են, որ մենք կարող է վերանայենք մեր որոշումը Հորմուզի նեղուցը բաց պահելու առումով։ Փաստացի նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաքչին եւ կա տեղեկություն նաև այն մասին, որ հնարավոր է Թեհրանը ռազմական գործողություններ սկսի ընդդեմ Իսրայելի։ Այսինքն մեծ ճաքեր է տալիս այս հաստատված հրադադարը եւ էլի տարբեր տեղեկություններ, հաղորդագրություններ են գալիս այն մասին, որ Իրանը կմասնակցի Իսլամաբադում նախատեսված բանակցություններին, եթե Լիբանանի վրա հարձակումները դադարեցվեն։ Իմիջիայլոց Թրամփը խոսում է, որ իր հեսա Կուշները եւ իր ընկեր Վիտկոֆը հիմնական բանակցող են լինելու, հնարավոր է նաեւ ասում է JD Vance-ը չլինի։ Սա արդեն շատ վատ է։ Կրկին այդ երկուսը, ովքեր որ նորմալ գլուխ չեն հանում քաղաքականությունից, ինչպես եւ Թրամփը, կարծես է հայտարարությունների մակարդակով ամենայն դեպս Թրամփի հայտարարությունները այդպիսին են, գործողություններին կրկին չեմ ուզում անդրադառնալ, բայց փաստ է, որ թե Վիտկոֆը, թե Կուշները շատ վատ բանակցողներ են։ Հիմնականում այս կանը սիրելի հայրենակիցներ։
Ուղղակի իմ կողմից կարող եմ ավելացնել այն, որ այս փխրուն հրադադարը, որը պետք է տեղի ունենար 2 շաբաթ, մեծ ճաքեր է տալիս։ Եվ այն ճաքեր է տալիս Իսրայելի գործողությունների պատճառով, Իսրայելի միտումնավոր գործողությունների պատճառով։ Թրամփը չի ուզում, որպեսզի ռազմական գործողությունները վերսկսվեն, չի ուզում, դերևս շատ լուռ է, լռում է եւ կարծում եմ ինքը կշարունակի նախընտրել լռել, բայց չգիտեմ թե այս ամենը ինչքան կարողանա շարունակվել։ Այսինքն մեծ է հավանականությունը, որ ռազմական գործողությունները կամ վերսկսվեն, կամ Իրանը սկսի ավելի ու ավելի շատ փորձել պայմաններ թելադրել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, դա Իսրայելը չի կարող։ Իսրայելը մի փոքր այլ ձև է ամեն հարցի շուրջ վարվում։ Տեսնում ենք, որ Իսրայելը կարծես ավելի լավ է պաշտպանված, իր իրավունքները, իր շահերը ավելի լավ դիրքում են, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ես գալիս եմ համենայն դեպս այդպիսի եզրահանգման ու սա շատ վատ է։ Ես միանշանակ ուրախ չեմ եւ շատ տխուր եմ եւ մեծ հույս ունեմ, որ այս իրավիճակը կփոխվի։ Հիմնականում այսքան, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։